Լոռի Բերդ անվանումը ինքնին ասում է, որ մեր համայնքում պատմամշակութային հարուստ ժառանգություն ունենք, Լոռե Բերդա քաղաքը, համայնքի անվանումը, այսինքն բնակավայրի անվանումը առաջացել է Լոռի Բերդ քաղաքի անվանումից։ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում ենք, որտեղ այցելելիս իսկապես յուրաքանչյուր հայ կարող է հպարտանալ իր հարուստ պատմությամբ, հոգևոր եւ նյութական արժեքներով։ 11-րդ դարասկզբին կառուցված Լոռի Բերդ միջնադարյան ամրոցին դեռ կանդրադառնանք մեր հաջորդ տեսանյութերում, մինչ այդ համանուն համայնքի մասին, որի կազմում ընդգրկված է 9 բնակավայր։ Ընդհանուր բնակչության թիվը 5737 է, հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր, սակայն վերջին շրջանում ընդլայնվել են ցանքատարածությունները։ Տրակտորային պարկը ստեղծեցինք, շատ մեծ զարկ տվեց դաշտավարությանը, 340 հեկտար վարելահող ունենք, որը տարիներ շարունակ չէր ցանվում, չէր մշակվում, այս վերջին 5 տարվա մեջ չունենք չմշակվող ոչ մի կտոր։ Դրան նպաստել են նաև հակակարկտային կայանները, 33 կայան ունեն, որոնք տեղադրվել են հողակտորներին կից հատվածներում, հիմնականում ցանում են վարսակ, ցորեն, կարտոֆիլ, վերջին տարիներին ավելացել է եգիպտացորեն մշակող անձանց թիվը, ինչը պայմանավորված է սուբսիդավորման ծրագրում նաև այդ մշակաբույսի ընդգրկումով, հագեցած տրակտորային պարկի գյուղտեխնիկան, ձեռքբերման առաջին տարիներին պահանջարկ ուներ նաև հարևան մարզերի բնակավայրերում։ Բոլորը շահագործվում են ըստ նպատակի, համայնքին լրացուցիչ եկամուտ են բերում։ Ունենք 2 միավոր կոմբայն, MTZ-72-1 կարտոֆիլի, գյուղգործիքներով շարքացան այնտեղ արդեն ինչը որ պահանջվում է պարարտանյութի ցրիչ։ Համայնքի տարբեր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել լուսավորության համակարգի անցկացման, ջրատարների կառուցման եւ այլն, սակայն խնդիրներ դեռ կան եւ մի քանի բնակավայրեր սպասում են իրենց հերթին։ Հանրապետական նշանակության ճանապարհներն ասֆալտապատ են, ներբնակավայրային ճանապարհների հարցը փորձում են լուծել տուֆ-քարով սալարկման միջոցով, այժմ 8 բնակավայրերում ընթացքի մեջ են այդ աշխատանքները։ Նորից սուբվենցիոն ծրագրերի միջոցով կառուցվում են տուֆ-քարով սալարկման միջոցով։ Համայնքային կենտրոն Լոռի Բերդ բնակավայրում 324 մարդ է ապրում, դպրոցում սովորում է 32 աշակերտ, կան բնակավայրեր, որտեղ ավելի քիչ աշակերտներ կան։ Դպրոցների միավորման ծրագիրը կարող է բարելավել նրանց պայմանները, սակայն ունի իր վտանգները։ Օրինակ նախկինում հունաբնակ Յաղդան գյուղի բնակիչները անհանգստացած են եւ պնդում են, որ դպրոցը փակելու դեպքում շատ ընտանիքներ կհեռանան գյուղից։ 75 տնտեսությունը 50-ը տնպահներ են։ Ապրում են թույների տանը, տնպահներ են նրանք, իրենց սեփական տները չեն։ Ինձ թվում է դպրոցը եթե փակեն, գյուղներ կփակեն, որովհետեւ այդ ընտանիքները ինձ թվում է կգնան գյուղից։ Նույն մտահոգություններն ունեն Փովաձորի բնակիչները, որոնց համար եւս կարևոր է գյուղում դպրոց ունենալու հարցը, այլ բնակավայրի դպրոց հասնելու համար նրանք լուրջ բարդությունների առաջ կկանգնեն։ Գյուղում տրանսպորտի խնդիր ունենք, կամուրջը շատ վատ վիճակում է, խնդիրներ շատ կան։ Կամրջին եւ տրանսպորտին մենք դեռ կանդրադառնանք նաեւ մյուս խնդիրներին, որոնց տասնյակ տարիներ դիմակայել է գյուղի դպրոցի վաստակաշատ մանկավարժ Լյուդմիլա Իվանովան, երբեք չմտածելով իր ծննդավայրից հեռանալու եւ ռուս նախնիների տունը լքելու մասին։ Это наша родина. Всю жизнь здесь прожила, конечно, нравится. Не хотелось бы никуда уезжать. Նույն կերպ է արտահայտվում նաև Յաղդան գյուղի բնակչուհի Օֆելիա Արզիևը, ազգությամբ հույն 80-ամյա տիկինը, ով շատ է սիրում բնության կրկում ծավալած այս սիրուն բնակավայրը, մի մեծ տնտեսություն է ղեկավարում։ Լոռվա այս հրաշալի անկյունների, հետաքրքիր մարդկանց, պատմության եւ տեղանունների նշանակության, խնդիրների եւ կատարված աշխատանքի մասին տեսանյութերի շարքը դեռ առջևում է։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք։